Սենց ես հա ուզում քննությունից կտրվես։ Ոչ հայրիկ։ Ինչ է եղել վիբրատոյիդ։ Ձեռքդ։ Գոնե գիտես ինչքան եմ քո մեջ ներդրել։ Այս կոստյումը, այս ջութակը, այս ժամանակը, որը ծախսում եմ քո պես անտաղանդի վրա։ Այս սենց ես ուզում ինձ փողատուցել։ Գնաս քննությանը, խայտարակվես ինքդ, խայտարակես ինձ։ Ոչ հայրիկ, ես քեզ չեմ հիասթափեցնի։ Ինչը չի կարելի կրկնապատկել հիմնական եռահանջունությունների սեքստակորդների մոտ։ Բասը։ Որ եռահանջունությունների հիմքում է ընկած փոքր տերցիան։ Մինորային։ Տրված է ակորդ։ Գուստավ, ինչ-որ ծանոց է եկե, փոստում չեն սխալվել։ Ոչ, չեն սխալվել։ Վերջապես նա եկավ։ Մեին մի ասա, որ սա այն ատրճանակն է։ Հենց այն է։ Բայց մենք որոշեցինք այն չգնել։ Այո, բայց ես մտածել եմ եւ կայացրել եմ այլ որոշում։ Այն դեռ կարելի է հետ ուղարկել։ Ես կայացրել եմ որոշում։ Ինչպես ասես տանկագինս։ Հիանալի գործիք է։ Սա Smith & Wesson է, 44 կալիբր, որը շատ ավելի լավն է, քան իմ զինակից բնի կոլտը։ Հա։ Նույնիսկ տրամադրությունս բարձացավ։ Գնա աղբնետիսա։ Ինչու սպասավորը չի կարող անել այս գործը։ Տրված է ակորդ, ռե, ֆա, դիեզ, լա, որ տոնայնություններում այն կլինի դոմինանտ։ Սոլ մաժոր։ Եվ մինոր։ Սեբաստիան, դու նորից այդտեղ նվում ես, թե ինձ թված։ Չէ, մամ, քեզ թված։ Լավ, հայրդ գրեթե ավարտեց սենյակի ձենումը։ Հուսամ այս անգամ ոչինչ այնտեղ չես թաքցրել։ Սենյակը հաջողությամբ ստուգված է։ Շնորհակալ եմ, Ռոֆտ։ Սեբաստիան, Հմ։ դու իսկապես կարծում ես, որ իմ գործն այս տանը դա քո հետևից ափնետելն է, Ես այդպես չեմ կարծում։ բայց դու այդպես ասացիր։ Բարի գիշեր։ Մայիսի 26։ Քննությունը վաղն է, որի համար չեմ էլ անհանգստանում։ Ես այն հեշտ կանձնեմ եւ կլինեմ լավագույնների շարքում, գուցե նաեւ լավագույնը։ Եթե իհարկե կարողանամ կառավարել ձեռքս, որին այսօր առանձնապես ուժեղ էր հարվածում կանոնով իմ թանկագին հայրը։ Հիշում եմ ինչպես էր Լիդիան հանձնում այս քննությունը։ Բավականին հաջող, երրորդ տեղ։ Գուցե եթե ես լինեմ առաջինը, հայրս կդադարի որպես ոչնչություն ինձ վերաբերվել եւ կսկսի ինձ հարգել։ Թաքսոցը ապահով է։ Արդեն 2 ամիս է առաջին աստիճանը հայրս չի կարողանում գտնել։ Երկրորդին նա չի հասել, ինչ խոսք երրորդի մասին։ Ես գրեթե ավարտեցի բանկի շենքը, այն ունի յուրատուկ տանիք։ Հիշեցնում է լամպի մասի, բայց մեր տանը նույնիսկ վառված լամպ չես գտնի։ Դրանք միշտ Ռոֆտն է փոխում։ Եթե ինչ-որտեղ լամպը բացակայի, կասկածները միանգամից կընկնեն իմ վրա։ Պետք է փողոցում այն գտնել։ Նաև լավ կլիներ մի քանի սկրեպ գտնել լուսան փոփերի համար եւ հարմար պլաստմասի կտոր, գետը նմանակելու համար։ Եվ ընդհանրապես քայլել ավելի հեռու դեպի այգի, որտեղ երբեք չեմ եղել, որպեսզի հասկանամ ինչպես ավարտել քաղաքի մոդելը այդ մասում։ Բայց հայրս ինձ երբեք չի թողի, չէ՞ որ այնտեղ ապրում են անարժանները։ Հետաքրքիր է, թանկագին հայրիկ, արդյոք դու միշտ էլ այդքան արժան ես եղել եւ արժանորեն ես ընդունել քո հոր հարվածները։ Իսկ եթե քեզ կապեին անկողուն եւ դիմացդ կանգնեին, ձեռքում բռնելով ոչ թե կանոն, այլ փայտե մահակ, դու նույն կերպ ինքդ քեզ կզսպեիր, թե քո դեմքին կհայտնվեր վախ։
Ես կուզեի տեսնել այն, քո գանգին քաշած հետ երկերես դիմակի վրա։ Ռոֆտ, արագացրու։ Չէր հերիքում, որ մեկ էլ իմ անտաղանդ որդին ուշանա իր քննությունից։ Ճիշտն ասած, ես այդքան էլ սոված չեմ։ Նույնիսկ չմտածես դրա մասին։ Ապսեդ մաքուր լինի։ Շիլա, պարոն Սեբաստիան։ Պարոն, ես այսօր լոգասենյակն էի հավաքում եւ որոշեցի քիչ շուտ փոխել սրբիչները։ Նրանց հետևը դրված էր սա։ Ես ասել էի քեզ դենն է տեսա։ Այո, բայց արդեն ուշ էր։ Չէի ուզում մոչանակ տնից դուրս գալ եւ պատրաստվում էի նետել այն առավոտյան։ Ռոֆտ, աղբանոց։ Սենց ուզում էր ինձ տեղը դնել։ Փսլնքոտ։ Քննությունը 11-ին է սկսվում։ Այո, Լիդիա, բայց քեզ ինչ։ Իսկ ես կգամ կնայեմ։ Ձերքս ացավում, Ռոֆտն աջղայնանում, Լիդիան ագալու։ Յա, հələ էս ինչա, դրակաս լուսավորիչ, բակամակնելը, ոնց որ բանկի կրշելնի, Դուր ինձ։ խես քոննա, տովեկա շատ տանձիս է պետք, ինչս տակը տարած կանգն է, Ես տակս չեմ արել։ գիտեմ, էդ ես էր տշրել, լսի անունս, Ինչ քո անունը, չի հետաքրքրում։ մոտի ջութակ եմ տեսնում, երևի լավ երաժիշտ ես, Ես հիանալի երաժիշտ եմ։ լսի բալնա պշկի որը ինչ սանում, Ինչ ես ինձ կպել։ ես քեզ, Հետևիցս ես գալիս։ հետևիցը չեմ գալի, ուղակի դու գնում ես ընտեղ որտեղ էլ ես, Ես գնում եմ կոնսերվատորիա ընդունելության քննությանը։ հա բա ես էլ, Դու, բայց ինչ, դու երաժիշտի նման չես։ իսկ խի երաժիշտը չորոշի, ինչ տեսք ունենա, հելանք, թե չկուշանանք, Ուրեմն, Գուստավը տղանել է այստեղ, և Լիդիան է պատվել մեզ իր ներկայությամբ, Եղբորս եմ հետևում։ ուրեմն բոլորը ներկա են բացի, կներեք, նացել է ձեր հարմարավետ զուքարանում, աշկիսվատ բան եմ կերել, նստեք, կարամ ընդնստեմ, Չէ, հա իհարկե, չէ։ Լիովին համաձայն եմ։ Ոնց են ընդհանրապես ես թափոնին ներս թողել։ Տաղանդների մոտ նստել է դեռ չի սարքում քեզ տաղան։ excuse մամոն ես յոխ, մի անգամ էլ բարև գժո, Ինչ, իրար ճանաչում եք։ Ոչ, զիվլացի մոտ ենք սանթացել, ուրեմն կայնաշրում եմ, ռեխդ փակի։ Սեբաստիան, որպես ժառանգավոր երաժիշտ, չեք ցանկանա առաջինը հանձնել քննությունը, Մեծ հաճույքով։ Շնորհավորում եմ Շվագեն Վագենս, դուք ընդունված եք ուսուցման։ Ես պետք է իմանամ ինչքան լավ եմ հանձնել քննությունը։ Ես լավագույններից եմ։ Դա ոչ ոք չգիտի, դուք առաջինն եք հանձնել։ Դե հա։ Սակայն կխոստովանեմ։ 20 տարվա մեջ առաջին անգամ եմ տեսնում այսքան օժտված ուսանողի։ Շնորհակալ եմ։ Սպասեք քննության արդյունքներին։ Ընդունելության քննությունը հանձնած լավագույն ուսանողների ցանկը։ Դու երկրորդն ես։ Ով է ինձ անցել, ով է ես կներեք, պարդոն եմ խնդրում, այո, առաջի տեղը, ես ընդունված եմ, Քեզ անցել է այս ճիճուն։ Իսեր Աստծո, մենակ պապա ինչ ասես։ Էդի պետք է լռեմ։ Ոչինչ, Պոլոս, մի լացի, մյուս տարի կընդունվենք։
Այնային խղճը երևի ինքն էլ չի հանձնել։ Բարև։ Չկվիր հաճքիցս, արագ։ Ո կարող է քրֆես մրֆեսել։ Էղի։ Եթե հասար։ Չէ, ոնց առաջինը դու եղար։ Դե ինձ հարցեր էին տալիս, ես պատասխանում էի, ես իմիջ դժվար բանել չէին հարցնում։ Օրինակ հարցրին մեզ ասած սեքս տայվակորդների մասին։ Ես էլ ասի դա Ինչ ես տուֆտում։ Դե մաժորում երկու անգամ մեծացրած կվինտիսեքստան հետ նույնը ինչ կրկնակի դոմինանտ փոքր ձգտով կվինտիսեքստան, փոքր քո ինքնագնահատականի պես տերցեյով։ Իսկ մեծացրած տերսկվարտը մինորում նույնն ինչ, հələ չի չորացե, կրկնակի դոմինանտ տերսկվարտը փոքրացած կվինտայում, չէ։ Սա ճիշտ է, գոհ ես։ Ես արա, ես երջանիկ եմ, 100-ից 1-ն է շանսը, բախտը շատ բերեց։ Այսինքն 100-ից 1։ Դե գիտես հետ էր պայմանը իմ անվճար ընդունվելու։ Ես կամ դառնում եմ առաջինը ու ընդունվում եմ, կամ էլ չեմ ընդունվում։ Ինչ, բայց խի։ Դե ես երաժշտական չեմ սովորել, համել դե փող չունենք։ Կոնսերվատորիայում էլ առաջին տեղը հռչակել են անվճար։ Քո ծնողները կարող են ապարտանալ քեզնով։ Դա չէ հա, մերս դեմ էր։ Ինքը ուզում էր ինչքան կարելի է շուտ գնամ գործի ինչ-որ բան որ։ Լսի, ծանոթությունը մեր մոտ անհաջող էր, բայց մենք կարանք մոտիկանանք երկով։ Ահա։ Ես 6 տարեկանից բախ եմ նվագում։ Դու գրասախ կյանքդ էլ բախտ նվագես։ Հա հետո ինչ։ Բայց եթե դու սովորես այն լսել։ Այնտեղ ջութակներ են, թավ ջութակներ ու օկտաբաս։ Այդ երբ մի մարդը ծեղմում է լարերը, իսկ մյուսը Տեղյակ եմ։ Էս կավարակի վրա ուղակի բախ չի, բախոցա։ Ես կբախվի ուղեղիդ։ Լավ, ես գնացի։ Նավսի որ ավտոյի տակ ընկնեմ, եթե էլ չես ուզում ինձ տեսնել։ Ոյ։ Հոշմանեցի, մի նավսի։ Շատ իմանամ քյալետ մեջ ինչ կա։ Ոնց անցավ քննությունդ, որդիս։ Հաջողությամբ լավագույնների շարքում եմ։ Սա ինչ է։ Բախ, նվագախումբ օկտոբասով։ Գոնե գիտես ինչքան պետք է աճես, որ հասնես այս սկավառակի երաժշտության մակարդակին։ Դու կարող ես ինչքան ասես լսել բախ, բայց եթե չնվագես այն։ Ես լավագույններից եմ, հայրիկ։ Դու ընդամենը երկրորդն ես։ Լիդիան երրորդն էր։ Ինչ ստոր է։ Չհամարձակվես համեմատել։ Նա աղջիկ է, եւ իր մոտ եղել էին լուրջ մրցակիցներ։ Ի տարբերություն քեզ։ Չեմ կարող հավատալ, որ իմ որդուն անցել է ինչ-որ թափառական։ Ինքը նույնիսկ ընկերացել է նրա հետ։ Ես տեսել եմ ոնց այդ Բոշան Սեբաստյանին ուղեկցում մինչև տուն։ Հաստատում եմ, այդ թափառականը ասաց, որ իրար հետ ծանոթացել են Զիբիլանոցի մոտ։ Ապա մի հատ գրպանները դատարկի։ Էս ինչ է։ Էլի տուն ամեն զիբիլ բերում ես։ Ձերքդ։ Արագ։ Շնորհակալ եմ, Ռոֆտ։ Քաղցր երազներ, հուսամ ոչիլներին էլ տուն չեք բերել։ Ոչիլ։ Խիմենակ ոչիլ։ Կարող է տուն խոլերա էլ բերեմ։ Տիվ, քոս, ժանտաղտ, որ ինա դու սաղին վարակեմ, որ սաղ սատկեն։ Գիտես ինչքան պետք է աճես, որ ասնես այս մակարդակի։ Ոչ թե բախ, այլ բախոց։